Սեռական օրգանի գլխիկի հատվածում եղած տարատեսակ երևույթները, որոնք դուք կնկատեք, դրանք սպիտակ փառակալման տեսքով են լինում, կարմիր կետիկներ են, դեղին կետիկներ են, գույնավորված կետիկներ են կամ այլ եւ շատ հաճախ ուշադրություն դարձրեք, որ փառակալումը զուգահեռաբար ուղեկցվում է նաեւ տհաճ հոտի առկայությամբ եւ եկեք բոլորիս ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ նորմայում, երբ մարդը հետևում է իր հիգիենային մինիմալ ձևով, այսինքն գոնե օրվա մեջ մի անգամ լողանում է, առողջ մարմնից, առողջ սեռական օրգաններից չի գալիս տհաճ հոտ։ Սպეციფიկ հոտ կարող է լինել, դա յուրաքանչյուր մարդու պարագայում ինդիվիդուալ բնույթ է կրելու, պայմանավորված է ճարպագեղձների, քրտնագեղձերի սպეციფიկ աշխատանքով, որոնք որոշակի հոտ են պայման, բայց այդ հոտը մենք չենք զգում։ Եվ պետք չի նպատակաուղղված գործողություններ անել հոտը հայտնաբերելու համար, պացիենտներ կան, նույնիսկ ամաչումել եմ մի տեսակ ասեմ, բայց առաջին այցելության ժամանակ, երբ որ ես ուղղակի իրականացնում եմ արտաքին զննում, քսում են մատը, հոտ են անում, բժիշկ, ահա որ հոտ է գալիս։ Իրականում սա տհաճ երևույթ է եւ խանգարում ու խաթարում է սեռական կյանքի բարվոք վիճակը, քանի որ հոտի առկայությունը նպաստում է, որպեսզի մարդու մոտ իջնի ինքնազգացողությունը, ինքնավստահությունը ավելի ճիշտ, ոչ թե ինքնավստահությունը, որը սեքսի պլանում մարդուն դարձնում է ոչ գրավիչ։ Այո, հոտի խնդիր ունեցող մարդը գալիս է մի օր եզրակացության, որ ինքը այլևս գրավիչ եւ հետաքրքիր չի սեքսի պլանով, որովհետեւ ինքը գիտակցում եւ հասկանում է, որ ինքը ունի խնդիր։ Ինքը ունի խնդիր, այսինքն յուրաքանչյուր սեռական հարաբերությունից անմիջապես առաջ ինքը գոնե պետք է իրականացնի հիգիենիկ լվացումներ, մի կողմ դնենք, որ դա կարևոր հարց է, դա կարևոր պայման է, իհարկե սեռական կոնտակտից առաջ պետք է անել լվացումներ, բայց մարդիկ, ովքեր ունեն հոտի եւ փառակալման խնդիր, իրանք ստիպված են անում, դա էլ չի փրկում որոշակի դեպքերում, եթե խնդիրը շատ արտահայտված է։ Մի ապրեք նմանատիպ խնդիրներով, սա նույնիսկ եթե առողջական լուրջ խնդիր իրենից չի ներկայացում, եթե սրատակ նույնիսկ շատ լուրջ հիվանդություններ թաքնված չեն, որտեղ կարող է հետազոտություններով պարզվի, որ դուք ընդհանրապես ստրեպտոկոկ ունեք, հարցը ստրեպտոկոկին չի վերաբերում, հարցը ստեղ վերաբերում նրան, որ դա բացասական է ազդում ձեր կյանքի որակի վրա, հատկապես սեռական կյանքի որակի վրա։ Իսկ սեռական կյանքը դա հավերժ չէ, սեռական կյանքը ժամանակով որ բնույթ է կրում, սեռական կյանքը պետք է պահպանել, սեռական առողջությունը պետք է պահպանել, որպեսզի այն հնարավորինս երկար ժամանակ ծառայի ձեզ։